Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ես փորձեցի այսօր վաղ առավոտվանից պարզել ինչ է կատարվում, ինչու չի տրամադրվում պարոն Վարդան Ղուկասյանին համապատասխան բուժօգնություն իր դիմումի եւ պահանջի հիման վրա եւ պատկերացրեք ամսի 6-ից սկսած այսօր արդեն 5-ն է, որևիցե մի պետական հաստատություն չի ցանկանում տրամադրել համապատասխան տեղեկություն։ Հիմա ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շքամուտքի մոտ։ Տեսեք, այստեղ նենց լավ պարզված է մեր դրոշը, եռագույնն է, Արցախի դրոշ կա երկու կողմից եւ նաեւ ֆեմիդան է, աչքերը փակ, ձեռքին, չգիտեմ ինչ տիպի սուրեր են դրել, ոտքը բաց, գեղեցիկ է, բայց այնուամենայնիվ իր գեղեցկությունը եւ արդարության պենչը մենք չենք տեսնում այսօր մեր իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում կապված մարդու իրավունքների հարգման արդեն որերորդ նամակն եմ ես ուղարկել Տիկին դատախազին Աննա Վարդապետյանին, բայց քար լռություն։ Տիկին դատախազը տեղեկացված է մեր միջնորդության մասին կապված այլընտրանքային խափանման միջոցի որոշման հետ, մինչդեռ պարոն Վարդան Ղուկասյանը այս պայդրությամբ նմանատիպ միջնորդության առկայության պայմաններում գտնվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Տիկին Վարդապետյան, ես չգիտեմ, դուք հիմա շատ զբաղված եք, ընդմիջման եք, թե որտեղ եք, այնուամենայնիվ պետական այս տիպի ատյանը պարտավոր է դիմում բողոքներին ընթացք տալ, միջնորդություններին ընթացք տալ, դա ձեր ուղղակի սահմանադրական պարտականությունն է, որը դուք չեք կատարել։ Առավոտվանից ես դեպի ձեզ միջնորդ եմ փնտրում, իդեմս մարդու իրավունքների պաշտպանի, բայց մարդու իրավունքների պաշտպանն էլ չի արձագանքել համապատասխան գործառույթ իրականացնելու հարցում, մինչև հիմա բանակցում է, չգիտեմ ում հետ է բանակցում, բայց բանակցում են պարոն Ղուկասյանին չեն տրամադրում համապատասխան բուժօգնություն։ Հասկացանք, այդ շինցու գործը հարուցել եք, հասկացանք, որ դրա դեմ մենք կառնենք, բայց ես չեմ հասկանում ձեր անմարդկային վերաբերմունքը դեպի իմ պաշտպանյալը եւ նրան զրկելը բուժօգնություն տրամադրելու հնարավորությունից։ Ես դա չեմ հասկանում։ Հիմա այստեղ ոստիկաններն են, ես կխնդրեի նա հրավիրեք համապատասխան աշխատակցի, որ իմ հարցերին պատասխանի, որովհետև իմ հարցերը հրատապություն են պահանջում։ Հիմա ընդմիջում է։ Հասկացանք ընդմիջում է, ինձ համար էլ է ընդմիջում, բայց ես թողել եմ, որովհետև այստեղ տեղի է ունենում հստակ անմարդկային վերաբերմունք, որը կարող է հանգեցնել մարդու կյանքի ընդհատման։ Ես հիմա այդ եմ ասում։ Ժամանակ փոխարինող անց չունենք։ Այսինքն դատախազություն է եկել, հարգելիս։ Հա, ժամը 6-ից հետո պետք է հերթապահություն լինի, ընդմիջման ժամին պետք է մեկը փոխարինի։ Հերթապահությունը ժամը 6-ից հետո, երբ աշխատանքային ժամը վերջանում։ Հիմա ընդմիջման ժամին է ձեզ պետք է փոխարինող լինեն։ Նորմալ երկրներում նման հաստատությունը պետք է ունենա փոխարինող։ Տիկին դատախազը գլխավոր չգիտեմ որտեղ է, նրան պետք է ունենան փոխարինող։ Ցանկացած դեպքում պետք է մենք ունենանք փոխարինող։ Ես ընդեղից եմ գալիս, ընդեղ մարդ չկա, դատարկություն է։ Հիմա երբ կմոտենան, հենց հիմա, դե սպասում եմ, հիմա գնում եմ ընդեղ։ Տեսնեմ ով է մոտենալու եւ ինչի շուրջ 22 օր իմ պաշտպանյալը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ։ Բացի այդ, որն է պատճառը, որ ամարտկային վերաբերմունք է դրսևորվում։ Կարող է Նիկոլ Փաշինյանն է կարգադրել, որ այո, այդպիսի պայմաններ ստեղծել։ Այսինքն բարձրը ո՞րն է։ Բարձրը բղավելն է։ Բղավելը ո՞րն է, բա որ բարձր չխոսեմ չեք հասկանա։ Չեք մոտեցեք հիմա։ Բայց նոր դուք ինձ ասում եք չեք կարող ոչ մի բան, ոչ մի հարցի պատասխանել։ Հիմա ասում եք մոտեցեք, մոտենում եմ։ Գնում եմ ընդունարան։ Հեսա քաղաքացիների ընդունելության տարածքն է, նայեք։ Այս էլ դուրն է, այդ ընդունարան։ Հիմա տեսնենք ով է այստեղ մոտենալու մեզ։ Այստեղ մարդ չկա, տեսնում եք։
Անջատեք մոտենալ զրուցեք ես։ Այսինքն Դե լայվով հիմա լայվով հիմա հրատապ պահանջի առաջացրել եւ հանրությունն է պահանջում իմանալ ինչու չեն պատասխանում մեր դիմումներին եւ բողոքներին եւ միջնորդներին, միջնորդություններին։ Այդ նաեւ միջնորդ մարդու իրավունքների պաշտպան, լսում եմ ձեզ, հա, ասեք։ Հիմա ընդմիջում է։ Մեր խնդրանքով ընդունելությունները բարնի պետը ընդունում է ձեզ։ Դե սպասում եմ։ Խնդրեմ անջատեք լայվը։ Սպասում, դե սպասում եմ հիմա մարդու։ Անջատեք մոտենան։ Որ մտակ ներստրեք ասում, չեմ սպասում եմ։ Սպասում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության դատախազությունը մեզ պատասխան տրամադրի, ոչ միայն անձամբ ինձ։ Այդ Գյումրիի քաղաքացիներին, ում քաղաքապետը այսօր հանիրավի գտնվում է բանտախցում եւ ունի խնդիրներ առողջության հետ կապված, մենք չենք տրամադրում ուժօգնություն։ Որ ներսը մտածեք, սուտ է որ տեսախցիկով նկարահանելը կամ ընդհանուր նկարահանելը դեսատարային կապեր ընդունում։ Օրենքը ցույց տա։ Հաջա։ Օրենքը ցույց տա։ Ես հիմա օրենքը ինձ մոտ չկա։ Հա, շատ լավ։ Քաղաքացիների ընդունության սենյակում ես ընդունում եմ։ Անջատեք եւ լսեք կամ ձերը ասեք։ Դե սպասում եմ, որ իմանանք մեր քաղաքացիները։ Եթե անջատում եք, կամ ձեզ հետ զրույց ընդունում։ Այսինքն որ չենք անջատում, չեն գալիս։ Հեսա հարցնեմ, եթե դուք չանցնեք ձեր լայվը, դες Դենակ ընդունելու ենք, թե չէ։ Ասե յանց արտոքնա, տեսեք։ Սա մեր քաղաքացիների համար տրամադրված արտոքնա, բայց նման խաղում ենք չենք ընդունում քաղաքացիներին չեք։ Լայվը միացրեք։ Լայվը միացրեք։ Լավ, ես կանջատեմ, տեսնեմ կընդունեք, ես քաղաքացի չեմ։ Ես այստեղ եկել եմ որպես իմ վստահորդի շահերի ներկայացման համար։ Այդ կապակցությամբ եմ եկել, ոչ թե որպես քաղաքացի։ Լավ, անջատում եմ հիմա